Չնայած Իրանի ղեկավարության մի մասի սպանությանը պատերազմը Իրանի դեմ արդեն 3-րդ օրն է շարունակվում է եւ շատերին հետաքրքրում է թե ինչպիսին են լինելու ապագայի զարգացումները ի նկատի ունենալով հենց Իրանի իշխանության, Իրանի քաղաքական ռեժիմի եւ համակարգի փոփոխությունները, թե ինչպիսի Իրան մենք ունենանք ապագայում, ինչպես կփոխվի քաղաքական համակարգը կամ չի փոխվի, որքան դիմադրության դեռ պաշար ունի Իրանը, ես կզրուցեմ իմ գործընկեր արևելագետ Գյորգի Միրզաբեկյանի հետ։ Ողջույն Գյորգի։ Ողջույն Արշալիս։ Շնորհակալ եմ Գյորգի, արի սկսենք խոսակցությունը հենց հիմա ամենաշատ տրվող հարցից, հալի Խոմեյնիի սպանությունից հետո շատերը տրվում են այն հնչում այն հարցը, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ Իրանում, այսինքն ինչպիսի իշխանություն կարող է ձևավորվել Իրանում։ 3-4 հիմնական սցենարներ։ Շնորհակալություն Արշալիս։ Նախ ես կուզեմ նշել սկզբում, որ մտահոգիչ իրադարձություններ են շարունակվում Իրանում եւ կարծեք թե օղակը սեղմվում է, այն իմաստով, որ ընդհանրապես մենք ականատես ենք լինում, որ ցանկացած նոր էսկալացիա Իրանի դեմ ավելի մեծ մասշտաբի է լինում, քան նախորդը։ Հիմա ավելի մեծ մասշտաբի է, շատ ավելի քան 2025-ին է, 2025-ին ավելի է, քան 2024-ին է, եւ այս ամբողջում տեսնում ենք, որ արդեն սովորական բնույթ է կրում Իրանի դեմ եւ Իսրայելի դեմ հենց ուղիղ հարվածները միմյանց հասցրող։ Ինչ վերաբերում է Ալի Խամենեի մահը, կարծում եմ, որ սպանությունը, կարծում եմ, որ սա շոկային էր նաեւ Իրանի համար, որքան էլ որ այնտեղի իշխող շրջանակները կանխատեսեին նման սցենար, պայմանավորված Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հակամարտությամբ, բայց մեկ բան է կանխատեսումը, մեկ այլ բան է, որ դու պատերազմի փուլին առերեսվում ես այդ իրականությանը։ Իրականում այս իրենց հիմնական նպատակը, այսինքն իրենք սկզբում դուրք տվեցին սահմանադրությունը սահմանում է նման կարգեր մահվան պատճառով եւ իմպիչմենտի եւ կազմավորվել է հիմա գործում է կառավարման ժամանակավոր կամ անցումային խորհուրդը, որտեղ որ ներառվել են այն բաղկացած է 3 հոգուց, Իրանի նախագահից, դատական համակարգի ղեկավարից եւ Պահապանների խորհրդի մեկ բարձրաստիճան ազդեցիկ հոգեվորականից։ Այս 3-ն են, որոնք որ կիսում են հեղափոխության կամ գերագույն առաջնորդի պարտականությունները եւ նրանց հիմնական նպատակը միսիան, այսպես ասած, երկիրը տանել նոր առաջնորդի ընտրության, այսինքն վերահսկել այդ գործընթացը։ Հիմա այդ փուլում է, այսինքն երկիրը դեռևս այս անցումային կառավարման փուլում է։ Իսկ լավ, ինչպիսի զարգացումներ են կարող նոր առաջնորդի, ես որքան հասկանում եմ, պետք է ընտրի բանիմացների խորհուրդը, որը 88 հոգեվորականից է բաղկացած, այսինքն ինչ պետք է լինի, պետք է հիմա առաջադրվեն նոր տեխնացուներ, դրանց մեջից պետք է ընտրի արդեն բանիմացների խորհուրդը երկրի հոգեվոր առաջնորդ կամ չգիտեմ հեղափոխության նոր առաջնորդ։ Այո, իրականում այդ տեխնացուներին ընտրում է բանիմացների կամ փորձագետների խորհուրդը, որը կազմված է 88 շիա հոգեվորական եւ իրավունքի մասնագետներից եւ նրանք փաստորեն հենց հանձնառու են հոգեվոր առաջնորդի ընտրությանը։ Այդ տեխնացուները պետք է նաեւ իրենց օրինականությունը ստուգվի, թե արդյոք կարող են տեխնացու լինել նոր առաջնորդի պաշտոնի համար, իսկ այդ առաջնորդության օրինականությունը տեխնացուների ստուգում է Իրանի Սահմանադրության Պահապանների խորհուրդը։ Հետևաբար, բայց ընտրության իրավունքը քվեարկության միջոցով ընտրում է բանիմացների խորհուրդը, պետք է ասել, որ բանիմացների խորհուրդը ինքը ընտրվում է ժողովրդի կողմից, քվեներով, իհարկե նրանց տեխնացուներին հաստատում է նորից Պահապանների խորհուրդը, բայց ինքը իր ընտրությունները 4 տարին մեկ է լինում եւ վերջին ընտրությունները 2024-ին է։ Իսկական որքան էլ տարօրինակ լինի, ունեն ընտրիչների մեխանիզմ, այսպես ասած, ընտրիչներ, որոնց ընտրում է ժողովուրդը, որոնք ընտրում են երկրի ղեկավար, հետո։ Այո, բայց այդ տեխնացուները, որոնք որ հաստատվում էին Պահապանների խորհրդի կողմից, որը որ ուղիղ ենթարկվում է բազմաթիվ ֆիլտրեր են դրած եւ փոխզսման համակարգեր են դրած։ Այո, հակակշիռներ։ Այո, այդ առումով պետք է ճանաչել Իրանը, որովհետեւ մեզ շատ հաճախ թվում է, որ իշխանության մոնոլիտ այնտեղ գոյություն ունի եւ ամեն ինչ կախված է մեկ մարդու կամքից։ Դե իրականում գործնականում կարող է, բայց այո, բայց ինստիտուցիոնալ առումով նրա տակ արդեն կամ բազմաթիվ հակակշիռների փուլերում այո, այդ մեխանիզմները կարող են աշխատել։ Լավ, ով կարող է գալ իշխանության, ռադիկալ դեմ կարող է գալ ավելի ռադիկալացնել իրավիճակը Իրանում եւ պահպանելով իշխանությունը եւ ավելի կոշտ դիրքերից բանակցել Ամերիկայի հետ, կարող է գալ ավելի այսպես
բարեփոխական դեմք, որը կողմ լինի փոփոխություններին եւ գնա բանակցությունների ավելի թույլ դիրքերից Իրանի հետ, ավելի զիջողական Ամերիկայի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ, թե կարող է փլուզվել այս համակարգը։ Տեսեք, մի քանի սցենարներ կան, սակայն նախ եւ առաջ գուցե կարծում եմ կարելի է նշել, որ ամեն ինչ կախված է լինելու նախ եւ առաջ պատերազմական զարգացումներից, թե ինչ սցենարով կգնա Իրանի դիմադրողականությունից, որքան կդիմադրի եւ ինչ ընթացք կստանա պատերազմը, բայց եթե ելնենք այսօրվա օրից, այսինքն երբ որ երկուստեք մեծ թափով պատերազմ են ընթանում եւ կա հարձակում եւ նաեւ պատասխան գործողություններ, ապա մի քանի սցենարներ կան։ Առաջիններից մեկը այն է, որ հնարավոր է, եթե այս իրավիճակը պահպանվի եւ իսլամական վարչակազմը պահպանվի, ապա առաջինը հնարավոր է, որ իշխանության ներսում գնա դեպի կարծրացում, երկիրը ինչ որտեղ փակվի, ավելի աշխատանք տարվի հասարակության մոբիլիզացիայի համար եւ առասարակ դառնա ավելի բարփակված, քան նախկինում էր, ավելի ոչ բաց բանակցությունների համար, քան նախկինում էր, կա այսպիսի վտանգ։ Երկրորդ հնարավոր է, որ կախված էլի պատերազմական իրադարձությունից կան այնպիսի ուժեր, ընտրվեն այնպիսի ուժեր իշխանություն ներկայացնեն, որոնք շատ ավելի բանակցունակ կլինեն եւ ի վերջո բաց կլինեն ավելի Միացյալ Նահանգների եւ նաեւ Իսրայելի պահանջների նկատմամբ։ Սակայն սա չասեմ մի փոքր բարդ է պատկերացնել, բայց իրականում բարդ է պատկերացնել այն իմաստով, որ սեղանին դրված են Իրանի համար ծանր հարցեր, հա, ով է գալու, որ լուծի այդ հարցերը կամ դրանց զգալի մասը։ Խոսքը պատկերացումներում ամեն ինչ շատ հեշտ է, ասում է Վենեսուելա սցենարը կարող է տեղի ունենալ, 1-2 հոգի արանքից դուրս են եկել, նրանց սպանել են եւ մնացածները կպահպանեն իրենց դիրքերը իշխանական համակարգում եւ ել ավելի այսպես բանակցունակ կլինեն Ամերիկայի հետ։ Դե գոնե այսօրվա դրությամբ տեսնում ենք, որ այդ սցենարը չի աշխատում եւ Իրանը մի փոքր ավելի, այսինքն շատ ավելի բազմաշերտ պետություն է, այդ ինստիտուտներով հանդերձ եւ այդպիսի սցենարը կիրառելի չէ Իրանի պարագայում առնվազն այսօրվա դրությամբ։ Այսինքն այն հարցերն էլ, որոնք որ դրված են Իրանի առջև, դա էլ ներքին լեգիտիմության հարցեր կարող է առաջացնել, այսինքն ոչ բոլորը կարող են ներսում համաձայն լինել, որովհետև շատ սուր հարցեր են, Իրանը չպետք է դիցուկ հարստացնի ուրան, հերթիռային ծրագիրը պետք է հեռահարությունը ընդհանրապես չզարգացվի եւ այս հարցերը ընդհանրապես կարող են ազդեցությունից, այսինքն Իրանը իր ազդեցությունից Արևմուտքի պահանջներն էլ են խստացել, ինչպես Ամերիկայի, որովհետև առաջ եթե խնդիր էր դրված միայն միջուկային ծրագիրը փակելու կամ վերացնելու վերաբերյալ, հիմա նաև խոսում են ընդհանրապես հրթիռային ծրագիրը թույլատնելու, վերացնելու մասին։ Գիտես, Արշալիս, ընդհանրապես խոսք էր գնում այն մասին, որ բանակցությունների հիմնական մեխը ուրանի հարստացնել, չհարստացնելն է եւ իբրև թե Իրանին կամ Իրանի եւ Միացյալ Նահանգների բարեկամներին, ընդհանուր ընկերներին հաջողվել է միջնորդներին համոզել Միացյալ Նահանգներին, որ կենտրոնանան միայն այս հարցի շուրջ, բայց ես էլ եմ ասել, որ որքան էլ որ անգամ կենտրոնանան այդ հարցի շուրջ, միևնույն է այն մյուս հարցերը իրենք անուղղակիորեն սեղանի վրա են լինելու, որովհետեւ դրանք շատ զգայուն են Ամերիկայի դաշնակից Իսրայելի համար։ Իսկ երրորդ սցենարը։ Երրորդ սցենարը կախված նաև իրադարձությունից, պատերազմական գործողությունից, ընդհանրապես վարչակազմի փոփոխությունն է, իսլամական վարչակազմի, որը էլի ներկայդրությամբ քիչ հավանական եմ համարում, որովհետև չեմ կարծում, որ դրան կարելի է հասնել միայն օդային այն է թեկուզ շատ ուժեղ հարվածներով, այսինքն ոչ հոգևոր բնույթի, այլ նոր ռեժիմի վարչակարգի տապալում, հավանական սցենարներից, որը ամենաքիչ հավանականն է, որը նաև քաոսի կարող է բերել։ Այո, այսինքն նման սցենար, բայց ինքն էլ չի կարող միայն օդային հարվածներով կարծում եմ ուղեկցվել, ինքը պետք է ուղեկից նշաներ լինեն դիցուկ օրինակ կառավարման ուժային կառույցներում պարակտումներ պետք է լինեն, որոնք որ կողմ լինեն նման սցենարին, չգիտեմ, ժողովրդական հուզումներ եւ այլն։ Եվ չնայած որ ցույցերն էլ ընդամենը ուժեղ ցույցերը 1.5 ամիս առաջ էին տեղի ունեցել, այս հարվածների փուլում նման միտումներ չեն նկատվում եւ շատ հավանական է, որ այս պատերազմի պայմաններում հակառակը հնարավոր է, որ հասարակությունը ավելի համախմբվի։ Այլ ներքին տրամադրությունների մասին, հա, կամ մի հատված իհարկե իրանական հասարակության մեջ, որ առավել եկեք պայմանական ասենք առաջադիմական հատվածն է, փորձում է ձգտում է փոփոխությունների, բողոքում է այս իշխանությունների դեմ, պարբերաբար նրանց նկատմամբ բռնաճնշումներ են կիրառվում եւ այլ եւ կա պահպանողական հատվածը։
կա որևէ ուսումնասիրություն, որքան է այդ առաջադիմական հատվածը, որքան պահպանողական, որովհետև օրինակ շատ իրանագետներ ասում են, որքան էլ առաջադիմական հատվածը շատ է երևում բողոքի ցույցերով, չգիտեմ 100,000-ներով եւ այլն, բայց այնուամենայնիվ 90 միլիոնանոց պետության հետ գործ ունենք եւ դրա, չգիտեմ, 70%-ը կամ 80%-ը շարունակում է մնալ այս պահպանողական շիա մուսուլմաններ, որոնք աջակցում են այս կառավարությանը։ Իրականում ստադիների կամ ընդհանրապես ուսումնասիրության մասին բարդ է խոսել, հաշվի առնելով Իրանի սպეციფიკան, բնույթը, բայց ես կհամաձայնեի այդ դիտարկման հետ, որովհետև որքան էլ օրինակ վերջի ցույցերը վերցնենք, ելի շատ մարդիկ դուրս եկան փողոց եւ աննախադեպ իրադարձություններ, ընդվզումներ տեղի ունեցան, միևնույն է այդ կրիտիկական մասսա կոչվածը, որ ընդհանրապես ընդունված է ասել, այդ մարդկանց չհասավ կամ նրանք հետ քայլ արեցին ինչ-որ պահի, թեպետ գուցե հնարավոր եմ համարում, որ սկզբնական շրջանում, երբ որ խոսքը միայն տնտեսության էր վերաբերում, ինչև քաղաքական լոզունգները իրանք նույնպես կողմնակից էին, բայց դա չի հակասում այն բանին, որ Իրանում բնականաբար փոփոխություններին կարծում եմ, որ շատերն են կողմ եւ անգամ իշխանություններին լոյալ մարդիկ, դա այսինքն բոլորի վրա է ազդում, այլ հարցը թե իրենք ինչպես են տեսնում կամ ընդհանրապես ինչպես է իշխանությունը բավարարելու այդ պահանջները, որովհետեւ այդ պահանջները բավարարելու համար բացի կոռուպցիոն սխեմաներից կամ չգիտեմ երևույթներից դրանք միայն բավարար չեն, դրա համար պետք են չգիտեմ ներդրումներ, բաց արտաքին աշխարհի տնտեսական աճ, իսկ նման հակամարտության պարագայում կարծում եմ, որ Իրանի տնտեսությունը շարունակելու է այսպեսին մնալ առնվազն կամ վատթարանալու է, որն էլ բնականաբար հղի է այլ վտանգներով։ Այո, սոցիալական խնդիրներ, սոցիալական խնդիրներ։ Ի վերջո կներեք, բայց բոլոր հուզումները, մանավանդ վերջին տարիների, բոլորը հենց սոցիալական բնույթի են մեծ հաշվով։ Շատ լավ։ Հիմա ընթանում է բարձր ինտենսիվության, կարելի ասել, բայց հրթիռային բնույթի, այսինքն հեռահար հարվածներով Իրանը հասցնում է հարվածներ Ամերիկայի դաշնակիցներին, Մերձավոր Արևելքում եւ ծոցի երկրներում, Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածում են Իրանին։ Բարձր ինտենսիվությամբ այսպես պատերազմ է ընթանում հրթիռային հարվածներով։ Որքան կարող է Իրանը այս վիճակում դեռևս շարունակել այդ պատերազմը։ Ամրության այսպես պաշարը որքան է Իրանի։ Տարբեր կերպ է մեկնաբանում, ինձ թվում է հարցը նաև ինչ որտեղ նաև ռազմական փորձագետների դիրույթում է, դե բնականաբար Իրանը հավաստիացնում է հասարակություն, որպես իշխանություն, իրենք որքան կարող են շարունակել այս վիճակում։ Ինձ թվում է դա կախված է լինելու թե նախ եւ առաջ ինչքան կտևի պատերազմը, դա որևէ մեկը չէ, Դոնալդ Թրամփը նշել է, որ 4 շաբաթ, եթե չեմ սխալվում, հաշվի առնելով Իրանի մեծությունը, այո, թե Իրանը բավական մեծ եւ այդ առումով ինձ թվում է ուժի տեսանկյունից ապակենտրոնացած պետություն է, հաշվի առնելով երկարամյա հակամարտությունը, կարծում եմ մոտ տևական ժամանակ կարող է դիմադրել, նա կախված է լինելու թե ինչպես կընթանա նույն Իսրայելը, ինչպես կլինի կհյուսվի թե չէ, օրինակ համար 2005-ին կարծում եմ, որ կարելի է նշել, որ իրենք նույնպես մի փոքր իրենց այդ ուժը 2025-ի ներողություն։ Ուղղակի սա մի փոքր աննախադեպ է, որովհետև այստեղ ի տարբերություն 2025-ի իրավիճակը կտրուկ փոխվում է, տարբեր է, որովհետև այն ժամանակ պատերազմն ավելի շատ Իրանի եւ Իսրայելի միջև էր, իսկ այժմ հենց Միացյալ Նահանգները նույնպես ներգրավել են։ Այսինքն բավական բարդ է ասել։ Գալով մեզ Հայաստանի համար իհարկե շատ կարևոր է, որ Իրանը ընդհանրապես տարածաշրջանը լինի կայուն։ Բայց այնուամենայնիվ այն դիրքավորումը, որ հիմա մենք տեսնում ենք Հայաստանի իշխանությունների կողմից, պաշտոնական Երևանի կողմից, մի կողմից այսպես անհասցե կարելի է ասել կամ բոլոր կողմերին ուղղված ցավակցական խոսք եւ գրեթե ոչինչ հանրային դաշտում գոնե, հա, որքանով է այս պահվածքը դիրքավորումը ճիշտ է իրավիճակում։ Իրանի տեսանկյունից նկատի ունեմ, վաղը մյուս օրը ավարտվելու է պատերազմը, փոխվելու է իշխանությունը կամ չի փոխվելու, հետո այդ Իրանի հետ պետք է շարունակել խոսել։ Դե կարծում եմ պաշտոնական մակարդակում հայտարարությունը ինքը հավասարակշռված էր, ավելի շատ ցավ էր արտահայտում կամ մտահոգություն ստեղծված իրավիճակի հետ կապված, որովհետև իսկապես Հայաստանը լինելով թե Միացյալ Նահանգների գործընկերը, թե նաև Իրանը ունենալով Իրանի հետ շատ լավ հարաբերություններ եւ Իրանը լինելով մեզ համար շատ կարևոր երկիր, բնականաբար Հայաստանը անտարբեր չէ ստեղծված իրավիճակից,
եւ այս առումով Իրանի շուրջ կատարվող իրադարձությունները մեզ համար բավական մտահոգիչ են, որովհետեւ կան մենք նախկինում էլ քեզ հետ խոսել ենք, որ կարող են լինել անկառավարելի կամ այլ սցենարներ, որոնք որ վտանգ են ներկայացնում, իդեպ ոչ Հոսականների հոսք, այո, ընդհանուր միջև, չգիտեմ, պետության կառավարման փլուզում, հա, հավանական սցենարներից մեկը, հետեւաբար մեզ համար շատ զգայուն հարց է, բացի բարիդրացիական հարաբերություններից, Իրանը մեզ համար շատ կարևոր գործընկեր է արտաքին աշխարհի հետ եւ նաեւ մեր կապի համար մենք ապաշրջափակման մեջ գտնվելով միակ այսինքն երկրների շրջափակման մեջ գտնվելով ներողություն, այո, այսինքն մեզ համար կյանքի ճանապարհ է եղել Իրանի հետ կապը եւ ոչ միայն արտաքին առևտրի մոտավորապես 20-ից 30% Իրանի տարածքում է տեղի ունենում։ Այո, եւ նաեւ կարեւոր է ոչ միայն հենց Իրան երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, այլ Իրանի տարածքով մերձավոր արևելքի կամ միջին արևելքի այլ երկրների կապի առումով, այսինքն այն որ Իրանը մեզ համար շատ կարևոր դերակատար է, դրա մեջ ոչ մի խոսք։ Իսկ հանրության շրջանում ընդհանրապես ինչ որ ես ճիշտ ասած նկատում եմ էйֆորիկ հաճախ վիճակներ կամ հակառակ, այսինքն տրամադրությունները շատ հակասական են, այո, տրամադրությունները շատ հակասական են, իհարկե բոլորն էլ ունեն իրենց սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառները, այնուամենայնիվ կարծում եմ, որ ամենաճիշտ դիրքորոշումը ուշի ուշով հետևելն է զարգացումներին եւ տեսնել թե ինչ կլինի։ Բնականաբար հանրային դիրքում չեն կարող մտահոգություն չհայտնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցը Գյորգի Միրզաբեկյանն էր, մենք կշարունակենք հետևել Իրանում տեղի ունեցող իրադարձություններին եւ ըստ անհրաժեշտության դրա մասին խոսենք նաեւ այս տեսքով հարցազրույցի ձևաչափով։ Շնորհակալություն, կհանդիպենք։